Ադրբեջանում անցած տարվանից տնտեսական անկում է արձանագրվում։ Դա պաշտոնապես հաստատել են նաև վիճակագրության պետական կոմիտեն, որը օրերս ամփոփել է այս տարվա առաջին 3 ամիսների ցուցանիշները։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, շոշափելի է արդյոք անկումը։ Վիճպետկոմի հրապարակած թվերը անգամ ադրբեջանական մամուլն է տագնապալի անվանում։ Եվ դա այն դեպքում, երբ ընդհանուր արտաքին տնտեսական կոնյուկտուրան միանգամայն նպաստավոր է տնտեսության զարգացման համար, Ադրբեջանում գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները բացասական են կամ լավագույն դեպքում զրոյական։ Օրինակ ՀՆԱ-ի ցուցանիշները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են։ Ամենապարադոքսալն է իրավիճակը հենց նավթագազային ոլորտում, քանի որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բերել է նրան, որ նավթի պահանջարկը կտրուկ աճել է, նավթի միջազգային գները 2 անգամ գրեթե աճել են, կարծես թե Ադրբեջանում եւս պետք է եկամուտների մեջ աճ արձանագրվեր, բայց հակառակ իրավիճակն է պարզվում է։ Նավթի արդյունահանման ծավալները օրինակ 5%-ով նվազել են անցած տարվա համեմատ։ Եվ անգամ OPEC-ի հատկացված քվոտաները Ադրբեջանը չի կարողանում լրացնել։ Սովորաբար պետությունները ձգտում են, որ OPEC-ը որքան հնարավոր է ավելի մեծ քվոտաներ հատկացնի։ Այս տարվա համար OPEC-ը Ադրբեջանին հատկացրել է օրական 550,000 բարել նավթ արդյունահանելու իրավունք։ Ադրբեջանը կարողանում է օգտագործել միայն 450,000 բարել օրական քվոտան։ Արտաքին տնտեսական շրջանառումը նվազել է 24%-ով, արտահանումը 10%-ով, ներմուծումը ուշադրություն 37%-ով է նվազել։ Դա կարծեմ ռեկորդ է վերջին տարիների ընթացքում։ Տես, հետաքրքիր է, հայտարարել են, որ աշխատավարձը անցած տարվա նույն ցուցանիշների համեմատ աճել է Ադրբեջանում 5%-ով, բայց նույն ժամանակահատվածում ինֆլյացիան աճել է 5,7%-ով, այսինքն իրականում մարդիկ կարողանում են ավելի քիչ ապրանք գնել, քան անցած տարի նույն ժամանակահատվածում։ Այսինքն բացասական դինամիկա է իրականում, այլ ոչ թե տնտեսական։ Եվ տարօրինակը այն է, որ ստեղծված իրավիճակում Ալիևը շարունակում է ավելացնել վալյուտային ռեզերվները։ Անկախ փորձագետները, տնտեսագետները դա աբսուրդ են համարում։ Եվ անգամ քիչ թե շատ ինքնուրույն իշխանամետ տնտեսական մեկնաբանները նույնպես կասկածներ են հանրային ձևով հայտնում։ Մասնավորապես Հաքին Ազգ պարբերականի տնտեսական մեկնաբան Ասքեր Մանաֆովը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը եկել է հետևյալ եզրակացության, մեջբերում եմ նրա խոսքերը. երկարամյա ստագնացիան Ադրբեջանում փոխարինվում է ռեցեսիայով, ակնհայտ է, որ կառավարությունը անցնում է տնտեսելու ռեժիմի։ Արտյոմ, եթե Հայաստանի եւ մյուս հարևանների հետ համեմատենք, ապա ինչ պատկեր է։ Հավանաբար Ադրբեջանի լրատվամիջոցներին թույլ են տվել այս մասին խոսել բարձրաձայն, միգուցե կառավարությունում ինչ-որ փոփոխություններ են սպասվում, դա է պատճառը, որ անգամ իշխանամետ լրատվամիջոցները թույլ են տալիս իրենց այդ ամենի մասին խոսել, բայց փաստ է, որ համեմատում են անգամ այլ հարևան երկրների հետ։ Օրինակ ադրբեջանական մամուլը գրում է, որ նույն ժամանակահատվածում Ղրղստանը 8% աճ է արձանագրել, Վրաստանը 8,4% աճ, Ուզբեկստանը 7% աճ, եւ այս պետությունների հետ համեմատ Ադրբեջանի տնտեսական անկման ցուցանիշները ել ավելի այսպես կոնտրաստային են երևում։ Բնական է, որ ադրբեջանական մամուլը անգամ չի հիշատակում Հայաստանի արձանագրած ցուցանիշների մասին, դե ես հիշատակեմ։ Նույն ժամանակահատվածի ընթացքում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները 7,4% են։ Զգալի տարբերություն է Ադրբեջանի հետ համեմատ։ Իսկ որոշ տնտեսական ուղղություններում, ոլորտներում այդ աճը շատ ավելի շոշափելի է։ Օրինակ շինարարությունում 18,7, արդյունաբերությունում 16,
Ընդհանուր տնտեսական ակտիվության ինդեքսը հունվարին աճել է 7.6 ցուցանիշով։ Կարծում եմ սովորական ադրբեջանցի քաղաքացին իրավունք ունի ինքը իրեն հարց տալ։ Այդ դեպքում պատերազմը ինչ օգուտ բերեց ադրբեջանական պետությանը եւ շարքային ադրբեջանցուն։ Եվ անգամ իմ հիշատակած Հակին Ազ պարբերականի տնտեսական մեկնաբան Ասքեր Մանաֆովը հետեւյալն է ասում. եզրակացությունը ինքը իրեն է գալիս, ադրբեջանական տնտեսությունը կարող է տարածաշրջանի աուտսայդերը դառնալ։ Ես կարող եմ միայն համաձայնվել այս տեսակետի հետ։ Շնորհակալություն, Արտեմ։